Բարի երեկո, Արմենիայի եթերում ընտրության ժամն է եւ ժամի տաղավարում այսօր հյուրընկալել եմ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Սոնա Ղազարյանին։ Բարի երեկո, Տիկին Ղազարյան, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Ես շնորհակալ։ Տիկին Ղազարյան այսօր վարչապետը Ազգային ժողովում հայտարարեց, որ պատերազմի պատճառը Ղարաբաղյան շարժումն էր, Ղարաբաղյան շարժում չկա, նշանակում է պատերազմի պատճառ եւ առիթ չկա։ Երբ հայտարարում եք, որ այն ընդդիմադիր ուժերը, որոնք պայքարում են այսօր Հայաստանում իշխանություն ստանձնելու համար, նրանք պատերազմի դուռ բացողներն են։ Երբ շփվում եք քաղաքացիների հետ, հանդիպում նրանց հետ, արդյոք չի ստացվում, որ մի տեսակ նաև մենք ընտրողներին ենք բաժանում, այսինքն մարդիկ, որոնք ընտրում են խաղաղությունը եւ մարդիկ, որոնք ընտրում են պատերազմը։ Նախ պետք է արձանագրենք, որ առաջին անգամ չէ, որ վարչապետը խոսում է այն մասին, որ մենք որպես քաղաքական թիմ չենք պատրաստվում շարունակել Ղարաբաղյան շարժումը։ Սա ընդհանրապես պատմության ուրանալու մասին չէ, այս սա պատմությունը ճանաչելու եւ դա ճշմարտորեն վերլուծելու եւ մեր քաղաքացիներին իրականությունը ներկայացնելու մասին է։ Ցավոք պետք է նշեմ, որ վերջին 30 տարիների ընթացքում կամ կարող եմ իմ օրինակով բերել, իմ ողջ գիտակից ընթացքում, երբ որ ես հետաքրքրված ուսումնասիրել եմ պատմությունը, Լեռնային Ղարաբաղի բանակցությունների բոլոր հնարավոր արտահոսք եղած ուրեմն բանակցային փաթեթները նկատել են, որ մեր երկրի ղեկավարները բանակցում են մի բան եւ երկրի ներսում ներկայացնում բոլորովին այլ։ Եվ իրականում Լեռնային Ղարաբաղի բանակցությունները մի բանի մասին էին, նախ ձգձգել շրջանների վերադարձը եւ երկրորդը փորձել մանիպուլացնել մեր հասարակությանը, իբր Լեռնային Ղարաբաղը կարող էր ինչ-որ մի կարգավիճակ ունենալ Ադրբեջանի կազմից դուրս։ Սա մեծ մոլորեցում է, սա երբեք ճշմարտություն չի եղել եւ ես շատ ուրախ եմ, որ մեր իշխանությունը ստանձնել է պարտականություն եւ իրացրել այն, ինչի մասին եմ խոսում, փաստաթղթերի գաղտնազերծումը։ Ցանկացած քաղաքացի կարող է մտնել կառավարության էջը եւ ծանոթանալ պաշտոնական բանակցային գործընթացի։ Եվ այն ինչ որ մենք ասում ենք, հետեւյալն է. մենք չենք շարունակում Ղարաբաղյան շարժումը, մենք գտել ենք մեր ավետյաց երկիրը, դա Հայաստանի Հանրապետությունն է, եւ մենք պետք է տեր կանգնենք այն խաղաղությանը, որը կա այս պահին։ Ուզում եմ հիշեցնել, որ 2 տարի սահմանին որևէ գրակոծից զինվոր չի մահացել։ Եվ հերթական մանիպուլյացիան այն է, որ նախորդ տարիներին եղել է խաղաղություն եւ այսօր հստակ թվերով ներկայացրեց վարչապետը, թե ինչ տեսք ունի սողացող պատերազմը։ Եվ եթե պատերազմ չի եղել, ապա ինչու էին մեր ավակ սերնդի ներկայացուցիչները փախցնում իրենց տղաներին բանակից, երկրից, ինչու ենք մենք ունենում արտագաղթ։ Եվ ինչու միայն այս տարի մենք կարողացանք ունենալ դրական սալդո, այսինքն ներգաղթ։ Եվ ճշեղվելով ձեր հարցից, պետք է ասեմ, որ ես չեմ ճանաչում գեթ մեկ քաղաքացի, ով չի ընտրում խաղաղությունը։ Խաղաղությունը եւ կյանքը մեր քաղաքացիների ընտրությունն է, եւ մենք պարտավոր ենք սպասարկել հենց այս օրակարգը։ Մենք չենք բաժանում մեր հասարակությունը ամենևին, մենք պարզապես փորձում ենք իցուց դնել այն, որ այն ինչի շուրջ փորձում է բանակցել ընդդիմությունը ներկայացնել որպես խաղաղություն, դա ոչ այնինչ է, քան Հայաստանի Հանրապետության անկախության զիջում։ Եվ մենք այդ զիջմանը չենք գնալու։ Եթե խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն կազմեք, հայտարարում եք, որ նաև գնալու եք հանրաքվեի եւ սահմանադրության փոփոխության։ Երբ շփվում եք քաղաքացիների հետ, նրանք գիտեն օրինակ ինչ է նախատեսված սահմանադրական փոփոխություններում եւ ինչ կարծիք ունեն նրանք այժմ։ Նախ մենք սահմանադրության փոփոխություններ չենք գնում, մենք խոսում ենք նոր սահմանադրության անհրաժեշտության մասին եւ գիտեք, մենք շատ հաճախ սա ձեզ նկատի չունեմ, մենք առհասարակ որպես հանրություն ընդդիմությունը հատկապես այսպես թերագնահատում է մեր հասարակության մի շատ հետաքրքիր գիծ։ Դա ինտուիտիվ մակարդակով ոչ բոլոր փաստերին տիրապետելով զգալ որոշ գործողությունների անհրաժեշտությունը։ Մեր քաղաքացիները զրուցարաններում շատ հաճախ առանց ծանոթանալու Լեռնային Ղարաբաղի ամեն փաստաթղթի, ամեն դետալային մանրուքի մասին շատ հստակ կարողանում են ներկայացնել, թե ինչ տեղի ունեցավ մեզ հետ առհասարակ այս 30 տարիների ընթացքում։ Մեր քաղաքացիների հետ սահմանադրության մասին մենք խոսակցություն մեկնարկել ենք դեռևս 19 թվականին, ես նախորդ գումարման падգամավորել էի, եւ որ Հարատ Միրզոյանի որպես ԱԺ նախագահի հրամանով ստեղծվեց աշխատանքային խումբ, որտեղ ներգրաված էին նաև ԲՀԿ եւ ԼՀԿ խմբակցությունների ներկայացուցիչներ, որպես այդ ժամանակվա ընդդիմություն, եւ ես հիշում եմ փետրվարին, դեռևս 2020 թվականին, վարչապետը հանրայինին դրված իր հարցազրույցում խոսում է, որ
փոփոխությունների քանակն այնքան մեծ է, որ գուցե ինչ-որ պահի խոսվի նոր սահմանադրության անհրաժեշտության մասին։ Եկեք արձանագրենք, որ այս խոսակցությունը դեռ վաղուց մեկնարկել է։ Հիմա վերադառնալով առանց որևէ սեթևեթանքի կարող եմ ասել, որ ակնհայտ է, որ խոսակցությունը ծավալվելու է անկախության հռչակագրի մասին։ Անկախության հռչակագիրը արդյոք պետք է ունենա հղում սահմանադրության տեքստում, թե ոչ։ Նախ կհրապարակվի նոր սահմանադրության տեքստը եւ մենք ծանոթանանք այն բոլոր դետալներին, որոնք փոխվել են, նորություն են, նորարարություն են, բայց ուզում եմ մեր քաղաքացիներին հիշեցնել, որ անկախության հռչակագիրը քաղաքական հայտարարության տեքստ է, որը ընդունվել է Գերագույն խորհրդում։ Եվ ես հետաքրքրությունից դրդված մեր արխիվից վերցրել եմ այն բոլոր քննարկումները, որոնք տեղի են ունեցել դեռևս Գերագույն խորհրդում այս փաստաթուղթը падգամավորների քվեարկությամբ ընդունելու պահին։ Եվ իրապես այն արտացոլում է պահի քաղաքական մտքի բովանդակությունը։ Եվ այս մասով ես չեմ կարծում, թե անկախության հռչակագիրը որպես պատմական փաստաթուղթ վերաքվեարկության կարիք ունի։ Այն կարևոր իրադարձություն է, որը արտացոլում է այդ օրերի քաղաքական միտքը եւ որևէ անհրաժեշտություն չկա հատկապես այն բանի բերումով, որ նրա մի մասը կորցրել է արդիականությունը իր իսկ ընդունվելու պահից մի քանի ամիս անց, խոսքը գնում է վերամիավորման ակտի եւ դրանից հետո նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից Ալմատի հռչակագրի միանալուն եւ այն կորցնելով այդ պահին արդիականությունը առավել եւս հիմա վերաքվեարկության որևէ կարիք չունի։ Բայց օրինակ ընդդիմությունը Տիկին Ղազարյան պնդում է, որ անկախության հռչակագիրը կարելի է ասել Հայաստանի երրորդ հանրապետության ծննդյան վկայականն է, բայց դուք այն փորձում եք հանել մայր օրենքից։ Մեր քաղաքական առաջարկը 4-րդ հանրապետությունն է, մեր քաղաքական առաջարկը իրականությունը տեսնելն է։ Մեր քաղաքացիները տեսել են այդ իրականությունը, ես առաջարկում եմ ընդդիմությանը նույնպես գոնե նկատել այն իրականությունը, այն իրողությունը, որը մենք հիմա ապրում ենք։ Նաև տեսեք, այս հարցի շուրջ շատ հաճախ է քննարկվում, որ նաև Բաքվից է պահանջ հնչում սահմանադրության փոփոխության, բայց երբ որ ասում ենք մենք գնում ենք նոր սահմանադրության ընդունման ճանապարհով, որը ենթադրում է հանրաքվեի իրականացում, եթե հանրաքվեին ժողովուրդը ոչ ասի, այստեղ կրկին սպառնալիքի վտանգ չի լինի Ադրբեջանից։ Ես նախ եւ առաջ առաջարկում եմ դուրք չտալ ցանկացած օտարերկրյա փորձի մաս դառնալ մեր ներքին խոսակցությանը։ Ինչպես արդեն ասեցի, նոր սահմանադրության մասին խոսակցությունը առնվազն մեկնարկել է 20 թվականի փետրվարի 10-ին վարչապետի կողմից տրված հարցազրույցում, որտեղ որ խոսվել է այդ մասին։ Լինելու են տարբեր փորձեր մեր ներքաղաքական օրակարգերի մաս դառնալու։ Մենք որպես հանրություն պետք է իմաստություն ցուցաբերենք, թույլ չտալու որևէ կենտրոնից, որևէ միայն Ադրբեջանի մասին չի խոսքը, մաս դառնալ այս խոսակցության։ Սահմանադրությունը մայր օրենք է նախ եւ առաջ մեր որպես քաղաքացի եւ պետություն հարաբերությունների մասին։ Եվ որպես հանրություն մենք կհաջողենք եւ որ այս խոսակցությունից դուրս թողնենք ցանկացած օտարերկրյա ներկայացություն եւ մասնակցություն։ Ազգային ժողովի նախագահը երեք Ստամբուլում հայտարարեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է լուծել նաեւ հումանիտար խնդիրներն, այս առումով շեշտադրեց Բաքվում պահվող հայերի ազատման հարցը, բայց այսօր ունենք իրավիճակ, երբ Բաքվում գտնվում են հայեր, Հայաստանում ոչ մի ադրբեջանցի չկա եւ անդադ մի տեսակ մենք ենք խոսում խաղաղությունից։ Արդյոք այդ նույն ընկալումը եւ անհրաժեշտությունը կա մյուս կողմում։ Ես չեմ կիսում ձեր մոտեցումը առայն, որ միայն մենք ենք խոսում խաղաղության անհրաժեշտության մասին։ Երկու մասից էր ձեր հարցը բաղկացած, նախ եւ ուզում եմ քաղաքացին հիշեցնել, որ չկա գետ մի բանակցություն, լինի խորհրդանական մակարդակում կամ գործադիրի, որտեղ որ չխոսվի գերիների եւ այլ պահվող անձանց վերադարձի անհրաժեշտության մասին, բայց ես հավատացած եմ, որ խաղաղությունն այն միջավայրը, որտեղ որ բոլոր կնճռոտ հարցերը կարող են լուծվել, ներառյալ հումանիտար կարևորագույն հարցերը։ Երկրորդը ձեր հարցը արդեն խաղաղության անհրաժեշտության մասին է։ Ես իհարկե երկու պետություններն ունեն ծանր պատմություն։ Երկու կողմերը ծանր կորուստներ են ունեցել եւ պարզ է, որ այս ծանր պատմությունից հետո բարդ է խոսել խաղաղության մասին եւ այո, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իդեմս վարչապետի ստանձնեց այն առաջնորդությունը խոսել խաղաղության մասին, խոսել դրա անհրաժեշտության մասին։ Ադրբեջանը մի փոքր ավելի ուշացած միացավ այս խոսակցությանը, բայց պետք է նկատենք, որ ոչ միայն Ադրբեջանի նախագահն, այլ շատ տարբեր պաշտոնյաներ սկսել են խոսել
անհրաժեշտության մասին խաղաղության նաև իրենց պետության եւ պետականության, իրենց անկախության կոնտեքստում եւ ուզում եմ հիշեցնել մեր քաղաքացիներին, որ շատ հաճախ եւ որ մենք խոսում ենք անկախության, տարածաշրջանային հարաբերությունների մասին, չենք նկատում, որ Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանը միաժամանակ են կորցրել եւ ձեռք բերել անկախություն։ Սա կարևոր դիտանկյուն է պատմության, որ մենք պետք է հաշվի նստենք եւ հասկանանք, որ բոլորս այս կոնտեքստում ինավում ենք եւ կարևոր է, որպեսզի պետությունները խաղաղության միջավայրում կարողանան աշխատել։ Երեք տեղի ունեցավ մի կարևորագույն իրադարձություն, որը ես կարծում եմ դուրս մնաց մեդիա ուշադրությունից, Հայաստանից էլ ըստ ադրբեջանական ԶԼՄ-ներից է, բայց կարծում եմ դրա հաստատումն էլ կլինի, ուրեմն ապրանքներ արտահանվեցին Ադրբեջան։ Շատ կարևոր է, որ այնուամենայնիվ առևտուր տեղի ունենում։ Ես հավատում եմ, որ խաղաղությունը կայուն է եւ որ կա փոխշահավետություն, ենթակառուցվածքային փոխկապակցվածություն եւ այս առումով հենց սա այն է, ինչ մենք փորձում ենք կառուցել տարածաշրջանում։ Առաջարկում եմ զրուցել քաղաքացիական պայմանագրի 2026-31 թվականների համար նախատեսված ծրագրից, որտեղ նշված է, որ պետք է ինստիտուցիոնալացնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն եւ այստեղ ակետով նշված է սահմանազատման գործընթացի շարունակություն, բայց գրված չէ թե որտեղ, երբ եւ ինչպես է այն շարունակվելու, խնդրեմ։ Ես ուզում եմ մեր քաղաքացիներին հիշեցնել, որ նախորդ տարի մենք նաև խորհրդարանում վավերացրինք աշխատակարգը։ Սա ըստ էության առաջին փաստաթուղթն է, որ երկու պետությունները վավերացրել եւ ստորագրել են։ Մենք վավերացրել ենք հաշվի առնելով խորհրդանական տիպի պետություն լինելը եւ Ադրբեջանի նախագահան ստորագրել է այն հաշվի առնելով նախագահական տիպի պետություն լինելը։ Սա ինչի մասին է ըստ էության։ Սա Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից հանձնառություն է Ալմաթայի հռչակագրի հիմքով կատարել սահմանազատում եւ սահմանագծում։ Դուք գիտեք, որ կա Տավուշում հայտնի հատված, որ սահմանազատվել է եւ ըստ էության կա պայմանավորվածություն, որ այն հյուսիսից կշարունակվի։ Ակտիվ հանդիպումներ տեղի ունենում փոխվարչապետերի մակարդակով եւ սա այն հանձնառություն է, որ իրականացվել է։ Նաեւ ուզում եմ հիշեցնել մի կարևոր դրվագ, այս փաստաթղթի վավերացման ընթացքում կհիշեք, որ աշխատակարգում նշված էր Ալմաթիի հիմք ընդունելը մինչ այն պահը եւ ավելի բարձր կարգավիճակ ունեցող փաստաթուղթ այլ բան չի նախատեսի եւ այսպես ընդդիմությունը թմկահարում էր, որ տեսեք նրանք համաձայնել են հիմա Ալմաթին եւ խաղաղության պայմանագրում հիմք ընդունվի այլ փաստաթուղթ, բայց խաղաղության պայմանագրում կրկին հիմք է հանդիսանում Ալմաթի փաստաթուղթը։ Ինչու եմ սա նշում, որովհետեւ շատ հաճախ, երբ որ մենք խոսում ենք սահմանազատման ու սահմանագծման մասին, տպավորություն է ստեղծում, իբր Հայաստանն ու Ադրբեջանը սահման չունեն, նոր պետք է գծեն։ Մենք ընդհանրապես վերարտադրում ենք գործող սահմանը եւ Ալմաթի հռչակագիրն էլ, որն այսպես հաճախ հղում ենք անում, սա ընդհանրապես մի փաստաթուղթ է, որ ասում է, որ խորհրդային միության փլուզման պահին ադմինիստրատիվ գոյություն ունեցող սահմանները վերածվում են պետական սահմանների։ Մենք ճանաչում ենք մեր սահմանը եւ պարզապես սա իրավական գործընթաց է, որի միջով երկու պետություններ պետք է անցնեն։ Այո, սա կարևոր գործընթաց է, որի շրջանակներում նաեւ Ադրբեջանը դուրս կբերի իր զինված ուժերը գրավյալ տարածքներից։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո ենթադրվում է, որ Հայաստանը նաեւ հարաբերություններ կունենա Թուրքիայի հետ, սահման կբացի, միգուցե դիվանագիտական հարաբերություններ եւ այլն։ Օրեր անց հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցն է։ Այս երկու իրողությունները մի տեսակ նույն հարթակում չեն տեղավորվում, ինչպես անել, որ ցեղասպանության հարցը մոռացության չտրվի, բայց նաև մենք հարևաններ ենք եւ որևէ գործընթաց լինի։ Շատ լավ, երկու մասից էր կրկին ձեր հարցը բաղկացած, ուզում եմ ասել, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք այս երկու օրակարգերը, նկատի ունեմ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը, խաղաղության պայմանագիրը եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը չի կապել։ Մենք հավատում ենք, որ սրանք երկու տարբեր գործընթացներ են, որոնք կարող են զուգահեռ տեղի ունենալ։ Այս պահին նույնպես Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման եւ ուրախ ենք ստանալ դրական ազդակներ տարբեր ուղերձների միջով, որ սահմանի բացումը գուցե մոտ ապագայում ակնկալելի իրադարձություն լինի։ Երկրորդը, ուզում եմ մեր քաղաքացիներին հիշեցնել, որ Հայաստան-Թուրքիա հարցերի կարգավորումը
առաջին նախագահի, երկրորդ նախագահի, երրորդ նախագահի օրակարգերի անբաժանելի մաս են եղել։ Ուզում հիշեցնել, որ համացանցում նույնպես կա Էրդողանի եւ Ռոբերտ Քոչարյանի նամակը, կա հայտնի ֆուտբոլային դիվանագիտությունը, մենք գիտենք Լևոն Տեր-Պետրոսյանի այցի մասին Թուրքիա։ Այսինքն Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունները որևէ նորամուծություն այս մասով չեն արել։ Բոլորը քաջ գիտակցել են, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը բխում է Հայաստանի Հանրապետության պետական շահից։ Եվ այս մասով ես կարող եմ ասել շարունակականության մասին։ Այլ բան է, թե երկրի ներսում ինչ օրակարգեր են գեներացրել նույն այս քաղաքական ուժերը։ Հայաստանի Հանրապետությունում քրեորեն պատժելի արարք է ցեղասպանության ուրացումը։ Որևէ մեկը չի կարող ուրանալ, ժխտելն է հենց քրեորեն պատժելի արարք, հայոց ցեղասպանությունը դա Հայաստանի Հանրապետության համար անժխտելի օրակարգ է, ես ուզում եմ ասել, որ դա ցանկացած հայի համար պատմության էջերի ամենադաժան պահերից է եւ ոչ մեկ չի պատրաստվում մոռանալ, բայց հիմա մենք խոսում ենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման մասին, Թուրքիայի կողմից սահմանի բացման մասին, հեռանկարների մասին եւ ես այստեղ չեմ տեսնում որևէ բացառման օրակարգ։ Խոսենք նաև եկեղեցի պետություն հարաբերությունների մասին, որի մասին նաև կա քաղաքացիական պայմանագրի նախընտրական ծրագրում։ Հայաստանն աշխարհիկ երկիր է, որտեղ պետությունը չի խառնվում որևէ կրոնական կազմակերպության գործերին, սա նշված է նաև ձեր հայտարարության մեջ, բայց օրակարգում կա օրինակ վեհապարին հանգստի ուղարկել, բարենորոգման կարգ իրականացնել եւ այլն։ Արդյոք սա միջամտություն չէ եկեղեցու ներքին գործերի։ Ես ուզում եմ մեր քաղաքացիներին հիշեցնել մի դրվագ։ Եվ որ 21 թվականի նախընտրական շրջանում բոլորը հայտարարում էին վարչապետի հրաժարականը, այդ քաղաքական տեքստին միացել էր նաև Կտրիչ Ներսիսյանը, որը ըստ էության մաս էր դարձել քաղաքական գործընթացի։ Դրան հետևեց համապետական ընտրությունը, որում հաղթանակ տարավ մեծամասնություն ունենալով մեր քաղաքական ուժը։ Եվ այդտեղ Կտրիչ Ներսիսյանը հայտարարեց, որ իր պահանջը առ հրաժարական ժամկետներ չի ճանաչում, անժամկետ է։ Դրանից հետո եւ դրա ընթացքում Կտրիչ Ներսիսյանը հայ առաքելական եկեղեցին որոշ եկեղեցիներ հայ առաքելական եկեղեցուն պատկանող վերածել էր Հայաստան դաշինքի նախընտրական շտաբի եւ դրա մասին վկայություններ։ Կտրիչ Ներսիսյանը ըստ էության մերժելով հայ առաքելական եկեղեցում կարևորությունը այն դարձրել էր քաղաքական գործընթացների կիզակետ։ Նա ներգրավել էր քաղաքական գործընթացներում մի շարք սրբազանների, իրենց դարձնելով Ռոբերտ Քոչարյանի խամաճիկներ։ Սա մեզ համար ազդակերառ, որ Կտրիչ Ներսիսյանը չի առաջնորդվում Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ, չի առաջնորդվում առհասարակ Հայաստանի Հանրապետության շահով, որովհետև այն բոլոր քաղաքական ուժերը, ում նա սատար է կանգնում, դեմ են կանգնել Հայաստանի Հանրապետության անկախությանը եւ որոշել են այն դարձնել կառավարելի մի հողագտորի այլ մեծ կայսրությունների ձեռքում։ Սա ազգային անվտանգության հարցի է վերածվել, որովհետև ես չափազանցրած չեմ լինի, նաև որպես եկեղեցու հետևորդ, առաքելական եկեղեցու հետևորդ, որտեղ կնքել եմ իմ երկու դուստրերի, հայաստանյաց առաքելական եկեղեցին իմ ինքնության անբաժանելի մասն է։ Եվ ես թույլ չեմ տալու, որպեսզի որևէ մեկը փորձի այն վերածել գործիքի Հայաստանի Հանրապետության ժողովրդի դեմ պայքարելու, եւ ես կարծում եմ, որ նորոգման օրակարգը առավել մեծ թափ պետք է ստանա եւ միավորվելով եւ սատարելով բոլորային քաջ հետևորդներին հայ առաքելական եկեղեցու, նաեւ Պարսեցյան պաշտոնյաների եկեղեցում, սրբազանների մի շարք, ես ուզում եմ պաշտպանել մեր առաքելական եկեղեցին այն զավթածներին, այն պատանդի կարգավիճակում պահողներից եւ դրա համար այո այս օրակարգը մեր նախընտրական ծրագրի անբաժանելի եւ կարեւոր հատվածն է։ Բայց օրինակ ընդդիմությունը նաև մեր տաղավարից ձեզ մեղադրում է, իշխանությանը մեղադրում է, որ տեսեք Հայաստանում բազմաթիվ կրոնական կազմակերպություններ կան, գաղտնիք չէ, բայց օրինակ նրանք երբեք այսպես ասած խնդիրներ չեն ունենում Հայաստանում, բայց միայն իշխանության գործողություններն ուղղված են հայ առաքելական եկեղեցու դեմ։ Ինչով է դա պայմանավորված։ Ես էլի կրկնում եմ, որ կրոնական կազմակերպությունները ազատ են Հայաստանում, մինչդեռ իրենք իրենց հերթին չեն սկսում հատել այն կարգերը, որոնք իրենք իրենց համար սահմանել են, եւ չեն հատում մեր սահմանադրության մայր օրենքով սահմանված իրենց տրված լիազորությունները։
Մենք որպես իշխանություն պարտավոր ենք պահպանել երկրում սահմանադրական կարգը։ Մենք որպես իշխանություն պարտավոր ենք պաշտպանել Հայաստանի Հանրապետության անկախությունը եւ Հայաստանի Հանրապետության շուրջ ձևավորված խաղաղությունը եւ թույլ չենք տալու, որպիսի հավաքագրված գործակալները դեմ դուրս գան Հայաստանի Հանրապետության անկախությանը։ Սա է մեր արձագանքը։ Ընդդիմադիր ուժերից մեկի աջակիցներից, նաև ցուցակում ընդգրկված անձանցից բերման ենթարկվածներ կան։ Ձեզ մեղադրում են, որ թիրախավորում եք կանանց, ինչը ըստ ընդդիմադիր ուժի ընտրական իրավունքի կոպիտ խախտում է։ Ձեր մեկնաբանությունը։ Շատ լավ, ես չգիտեի, որ կանայք առհասարակ չեն կարող դատվել եւ որ խախտում են օրենքը։ Հիմա որևէ անմեղության կանխավարկածը չխախտելով պետք է ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունում բոլոր մարդիկ հավասար են, հավասար օրենքի առաջ, անկախ իրենց սոցիալական կարգավիճակից եւ սեռից, եւ եթե կանանց դրդում են զբաղվել ընտրակեղծարարությամբ, ապա այդ կանայք պետք է պատասխանատվություն ստանձնեն իրենց արարքների համար։ Իսկ եթե կանայք նախ պետք է առանձնացնենք կամ կանանց օգտագործում են որպես գործիք, վատ է, այդ կանայք պետք է քաջություն ունենան եւ համագործակցեն իրավապահ համակարգի հետ, ասելով որ իրենց ստիպել են գնալ այդ քայլերի, իսկ եթե կանայք գիտակից են, գիտակցաբար են զբաղվել այն, ինչով զբաղվել են ըստ ձայնագրության, ապա պետք է համապատասխան պատիժը կրեն։ Հայաստանի Հանրապետությունում ուզում հիշել, որ կան քրեակատարողականներ, որոնք նախատեսված են հենց կանանց համար, ինչու ենթադրում է, որ իրենց պատիժը կկրեն առանձնացված այս քրեակատարողականում։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտող, ես հիշեցնեմ, որ զրուցում էի Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հետ։ Ցտեսություն։